110 տարի անց Հայաստանի Հանրապետության եւ քաղաքացիների եւ ամբողջ աշխարհասփյուր հայությունը հայ ժողովուրդը հիշում է հայոց ցեղասպանությունը եւ հայտնվել է այնպիսի մի խաչմերուկում, որ մի կողմից ցավն է եւ իր պատմական հիշողությունն է, հաջորդ կողմից պետական իշխանությունների անտարբերությունն է։ Այսպիսի խաչմերուկում է հայտնվել հայ ժողովուրդը եւ սա այն եզակի իրադարձություններից է հայ ժողովրդի հետ պատահած, որ երբևէ իշխանական ուղղորդում չկա եւ իշխանությունը չի կարող կառավարել ժողովրդի հիշողությունը, պահանջը, խոսքը, քաղաքականությունը եւ ժողովրդի հայ ժողովրդի պահանջի իրավունքը։ 110 տարի անց ցավոք սրտի ունենք այնպիսի իշխանություն, որը սպասարկում է ցեղասպանություն իրականացնողների շահերը եւ եթե հարցի երկու մասի բաժանենք իրավական հարթության եւ միջպետական հարաբերությունների մեջ դիտարկենք, իրավական հարթության մեջ եթե տեղի չի ունենում ամենաանկեղծ խոստովանությունը, այսինքն մեղքի ընդունումը, ապա տեղի ունենում պատժի անհամաչափ խստացում։ Եթե դա պրոյեկտում ենք միջպետական հարաբերություններ, եթե տեղի չի ունեցել այդ մեղքի զգացումը, ապա պետք է պահանջը եւ պահանջատիրությունը շատ ավելի հուժկու լինի։ Պարոն Սարգսյան, տեսեք, երեք օրինակ թշնամին կրակել էր Խոզնավարի հատվածում, կային նկարներ, նախարարությունը պաշտպանության նաև տեղադրել էր նկարները։ Տեսեք, օրինակ իշխանական լրատվամիջոցները հայտնում էին, որ տեսեք, օրինակ դրոշներ այրեցին, դրա համար թշնամին կրակեց Խոզնավարի ուղղությամբ, բայց իրականում մի ամիս շարունակ թե Խնածախի, թե Խոզնավարի եւ այլ ուղղություններով թշնամին պարբերաբար կրակում է։ Դրա մասին մի փոքր էլ, այսինքն դա էլ շահարկման էլի թեմա է։ Քանի որ դա ցինիզմ է եւ աննորմալություն, անամոթություն իշխանությունների կողմից եւ սրույցի սկզբում մենք տարանջատեցինք հայ ժողովրդին եւ իշխանություններին, տեսեք, դրոշների այրումը դա յուրաքանչյուր մարդու կամ յուրաքանչյուր կոլեկտիվի, այսպես ասած, ճաշակի, նախասիրությունների, կամքի արտահայտման հարց է։ Եվ եթե որևէ մի ժողովրդի հատված կորոշի, որ պետք է դրոշ այրել, հաջորդը կարող է որոշի, որ պետք է ուղղակի դրոշները պատառոտել, հաջորդը կարող է շատ ավելի զուսպ արտահայտվել եւ այսպես շարունակ, բայց ակնհայտ է, որ տարիներ շարունակ դրոշների այրման այդ ակցիան կամ այդպես կամքի արտահայտումը ժողովրդի միշտ դիստանցավորվել է, տարանջատվել է պետական քաղաքականությունից եւ իշխանություններից։ Հետևաբար կրակը կամ թշնամական գործողությունները կապել ժողովրդի կամ արտահայտման հետ, դա անամոթությունը շատ մեղմ է ասված, որովհետեւ նախ Խոզնավարի վրա մեկ ամսից ավելի է որ կրակում են, Ադրբեջանը շատ երկար ժամանակահատված է, որ այդպես տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակներով իհարկե հանդես է գալիս եւ եթե մենք հիշենք նաև իշխանության սկզբնական ժամանակահատվածի արձագանքը, ասում էին անկանոն կրակոցներ են, ծնունդ են նշում եւ այսպես շարունակ։ Սա հերթական ցնդաբանությունն է իշխանությունների կողմից ընդհանրապես։ Դե եթե Հայաստանի պաշտպանության նախարարը այդքան անողնաշար եւ այդքան Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին ունենա այդպիսի պատկերացումներ, բնական երևույթ է, որ Հայաստանի Հանրապետության վիճակը կլինի այսպիսի։ Պարոն Սարգսյան, այսօր խոսեց Նիկոլ Փաշինյանը հայոց ցեղասպանությունից, նախ մեկ անգամ է իր ուղերձում ցեղասպանություն բառն օգտագործել, հետո արդեն 3-4 անգամ մեծ եղել եւ դատապարտել է այդ թվում 3 տեղի ունեցած երկու երկրների դրոշների այրումը, ինչով եք պայմանավորում այս մոտեցումը տեղի ունեցած։ Դրոշների այրումը եւ ժողովրդի կամ արտահայտումը էականորեն, եթե չասենք տրամագծորեն, տարբերվում է կառավարության ու գործող իշխանության քաղաքականությունից, մտածելակերպից, պատմական հիշողությունից ու պահանջատիրությունից։ Հետևաբար դրոշների այրումը Հայաստանի իշխանությունների կողմից դատապարտելը դա ոչ այլ ինչ է, քան թուրք-ադրբեջանական շահերի սպասարկում եւ նույն քաղաքականության, նույն մտածելակերպի կրում։ Նիկոլ Փաշինյանը նոր չի սկսել հայոց ցեղասպանության շղթողական քաղաքականության տեղական սպասարկումը, դեռևս սկսել է քիչ տարիներ առաջ տեղի ունեցավ ցեղասպանության ինստիտուտ թանգարանից որոշակի նյութերի եւ արխիվների ոչնչացման հրապարակումներ, այնուհետև տարբեր իշխանական պատգամավորներ, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հրապարակայինորեն նույնիսկ արտաբերեցին, որ պետք է ցեղասպանության զոհերի անուն ազգանուններով իդենտիֆիկացիա տեղի ունենա եւ պետք է այդ փաստերը սկսեն հավաքել եւ այլն։
Հետևաբար ես հայ ժողովրդի կամքը, հայ ժողովրդի նորից եմ կրկնում հիշողությունը եւ պահանջատիրությունը էականորեն տարբերակում եմ եւ դիստանցավորում եմ գործող իշխանության եւ պատմական հիշողությունից եւ ընկալումներից եւ քաղաքականությունից ու նրանց պահանջատիրությունից, որովհետեւ ըստ էության գործող իշխանության պահանջատիրությունը նույնական է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Թուրքիան պահանջում է մոռացության մատնել հայոց ցեղասպանությունը եւ պահանջատիրությունը եւ այդ թվում նրանց կողմից զղջումը եւ փոխհատուցումը, նույն քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության իշխանությունը վարում է Հայաստանի ներսում։ Իսկ ինչ պետք է անել, հա, այդ առումով, որ միջազգային ճանաչում ստանա հայոց ցեղասպանությունը, եթե Հայաստանի իշխանությունները հետևողականորեն եւ ինչպես արտաքին գործերի նախարարությունից են նշել առաջնահերթություն չէ եւ դա բացատրում են, որ օրինակ առաջնահերթություն ասելով այն նկատի ունեն, որ գնան միջազգային հանդիպումների, առաջի հարցը դա չեն բարձրացնելու, այդպես են մեկնաբանում, ասելով, որ ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտություն առաջնահերթություն չէ։ Տեսեք, նորից եկեք դիստանցավորենք իշխանություններին եւ հայ ժողովրդին սկզբնական ժամանակահատվածում, այսինքն ինչ փուլերով պետք է տեղի ունենա ցեղասպանության միջազգային ճանաչումը, դրանք պատմական փաստերի առկայության գնահատումն են ու ամբողջ փաստերի հավաքագրումն են, այնուհետև դրան իրավական կարգավորման ենթարկելն է, միջազգային բոլոր իրավական նորմերով պահանջատիրությունը բոլոր միջազգային ատյաններում ներկայացնելն է, այնուհետև որևէ տեղ դիվանագիտության ճանապարհով, որևէ այլ հարթակներում պարտադրանքի ճանապարհով ցեղասպանության ամբողջական ճանաչումն է, Թուրքիային պարտադրանքն է, որովհետև առանց պարտադրանքի նա չի կարող զղջալ եւ չի կարող որևէ կերպ փոխհատուցում տրամադրել, սրանք են ինստիտուցիոնալ փուլերը, որոնք պետք է տեղի ունենան։ Իսկ իշխանությունների կողմից, քանի որ դրանք չեն կարող տեղի ունենալ, հետեւաբար այստեղ դուրս է գալիս հայ ազգի կամ արտահայտում պետք է լինի իշխանություններին եւս մեկ փաստով, այսպես վռնդելու հայտ ներկայացնել, իշխանափոխություն իրականացնել եւ գնալ մեր պատմական արդարության վերականգնման հետևից։ Այս իշխանության օրոք դա հնարավոր է։ Ես բացառում եմ։